Պարսից ծոցում նավի վրա գտնվող 5 վրացի նավաստիները դիմել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, պահանջելով անհապաղ միջամտություն։ Նրանց փոխանցմամբ գտնվում են Իրաքի Խոր Զուբայր նավահանգստում եւ հայտնվել են ծայրահեղ ծանր պայմաններում, փաստացի մեկուսացման մեջ։ Նավաստիները խնդրում են ապահովել հյուպատոսական աջակցություն, իրավունքների պաշտպանություն եւ անվտանգ վերադարձ հայրենիք։ Փաստաբան Լելի Բժալավայի խոսքով արտաքին գործերի նախարարությունից դեռ պատասխան չկա, իսկ նավաստիների հետ կապը մարտի 19-ից կորել է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են գրեթե ամեն օր եւ գործընթացում որոշակի առաջընթաց կա։ Նա ընդգծել է, որ Իրանի դեմ գործողությունները չեն ազդում այդ բանակցությունների վրա։ Թրամփը նաեւ նշել է, որ Ուկրաինան ոչինչ չի արել Իրանի հարցում, Զելենսկիի հայտարարությունները որակելով քաղաքական։ Նրա խոսքով Զելենսկիի հետ աշխատելն ավելի դժվար է, քան Պուտինի հետ։ Պոլիտիկոյի տվյալներով ռուսական կողմն Ամերիկայի Միացյալ Նահանգներին առաջարկել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցնի Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը, ապա Մոսկվան կկասեցնի Իրանի հետ զգայուն հետախուզական տեղեկատվության փոխանակումը։ Սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգները մերժել է այս առաջարկը, շարունակելով Ուկրաինային հետախուզական աջակցությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն ավելի ուշ հերքել է Պոլիտիկոյի հրապարակած տեղեկությունը, այն որակելով կեղծ։ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել է, որ Պոկրովսկի ուղղությամբ FPV տեսակի անօդաչու սարքով ոչնչացրել է ռուսական K-52 հարվածային ուղղաթիռ։ Տվյալների համաձայն ուղղաթիռի արժեքը մոտ 16 միլիոն դոլար է, մինչդեռ կիրառված FPV դրոնի արժեքը կազմում է ընդամենը 300-ից 600 դոլար։ Չեխիայում հրկիզվել է իսրայելական Elbit Systems ընկերությանը պատկանող գործարան։ Դեպքի պատասխանատվությունը ստանձնել է երկրաշարժի ֆրակցիա անվամբ խումբը, հրապարակելով նաև տեսանյութ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ հնարավոր ահաբեկչության մասին տեղեկություններից հետո Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին տեղափոխող ինքնաթիռը, որն ուղևորվում էր Բուդապեշտ, վերադարձել է Պրահա։ Եվրամիության առաջնորդները քննարկում են սոցիալական մեդիա հարթակների համար նվազագույն տարիքային շեմ սահմանելու հարցը, հատկապես TikTok-ի եւ Instagram-ի նման հարթակների համար։ Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո նշվել է, որ այս քայլը կարևոր է անչափահասների պաշտպանությունն ուժեղացնելու համար։ ԵՄ երկրները նաեւ վստահեցրել են, որ պետք է արգելեն այն արհեստական բանականության համակարգերը, որոնք թույլ են տալիս ստեղծել առանց համաձայնության ինտիմ պատկերներ կամ երեխաների շահագործման բովանդակություն։ Նորվեգիայի թագաժառան կարգայադուստր Մետե Մարիտը հայտարարել է, որ զղջում է սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ երբեմն հանդիպելու եւ նրա հետ կապ պահպանելու համար։ Պետական հեռուստաալիքով ելույթի ժամանակ կարգայադուստը դժվարությամբ է զսպել արցունքները, խոսելով դողացող ձայնով։ Նա ընդունել է, որ տարիներ շարունակ շփում է ունեցել Էփշտեյնի հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս արդեն մեկ անգամ դատապարտված էր։ Ես չգիտեի, որ նա սեռական հանցագործ է, նշել է 52-ամյա արքայադուստրը, առաջին անգամ հրապարակայնորեն արձագանքելով թեմային երկարատև լռությունից հետո։